Հնարավոր է փողոցային պայքարով հասնել իշխանափոխության, թե սպասենք ընտրությունների։ Մի անգամ հասանք, ինչ հասկացանք, որ մի նորից հասնենք։ Փողոցային պայքարով հնարավոր է հասնել իշխանափոխության։ Չգիտեմ, ես կուրս չեմ։ Ինչ է կարծում, փողոցային պայքարով հնարավոր է հասնել իշխանափոխության, թե սպասենք նոր ընտրությունների։ Ուրեմն փողոցային պայքարով այսօրվա դրությամբ Հայաստանում հնարավոր չէ պայքարել։ Ամենակարևոր ֆակտորը մենք չունենք լիդեր։ Մինչև չի ունենա լիդեր, փողոցային պայքարն անիմաստ կդառնա։ Այն համատարած վստահություն ունեցող լիդերն այսօր չունենք։ Չենք ստացել, չենք եմ հենց ծրել, այսինքն ժողովուրդը իր ապրելաժամանակահատվածում միշտ լիդերներ է հենց ծրել։ Այս պարագայում մենք չունենք, որովհետև անընդհատ ամեն մեկի մեջ կփորձենք վադը տեսնել ու այդ լիդերին մենք մեր ձեռքով քարկոծենք, մեկին կսենք Լևոնական, մեկին Սերժական, մեկին Քոչարյանական, եւ այն որ Աջապարյանը շատ խելացի բան սա որ քանի կա այս ընդդիմությունը մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի։ Ինքստինքյան գնալու են 26 թիվ, եթե Նիկոլ Փաշինյանը չորոշեց որ ավելի շուտ ընտրություններն է եւ բոլորի խաղակարտերը խառնե իրար։ Եթե մնում է այս ընդդիմադիր դաշտը, այսինքն Սերժ, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան ու Նիկոլ Փաշինյան, իհարկե ոչ մի բան, որովհետեւ ժողովուրդը նորից դերտանդրե Նիկոլին, որովհետեւ հետ չգա Սերժը, հետ չգա Նիկոլը։ Այս խնդիրը հետեւյալն որ քաղաքական դաշտը մեր ոչ մի ձև չի փոխվում, չեն աճում լիդերներ, չի աճում նոր կուսակցություն։ Ցանկացած կուսակցություն փոխկապակցված է մեկը մեկի հետ եւ հուսալ որ 26 թվին միամիտ տեղը մեկ օրվա մեջ ուժ գծվի, դա բացարձակ սուտ է, չկա չի եղել միջևին։ Հնարավոր է փողոցային պայքարով հասնել իշխանափոխության, թե պետք է սպասենք ընտրությունների։ Երկուսն էլ հնարավոր է։ Փողոցային պայքարով ընտրության հասան, չէ՞։ Մի անգամ 18 թվին։ Հա՞։ Խափնվեցին հասան էլի։ Բայց փողոցային պայքարը այդպես բան չէ։ Փողոցային պայքարով իշխանափոխության հնարավոր է հասնել։ Դու մեզ հետ ինչ գործունի կա։ Երևի ընտրությունների սպասենք։ Իսկ փողոցային պայքարով հնարավոր չեք համարում։ Ինչն է խանգարում, որ չենք հասնում այդ վերջնական արդյունքին։ Ինձ թվում է ավելի լավ է ընտրություններով հասնենք։ Հնարավոր է փողոցային պայքարով իշխանափոխության հասնել։ Ձեր կարծիքով հնարավոր է փողոցային պայքարով հասնել իշխանափոխության, թե պետք է սպասենք հերթական ընտրության։ Երևի սպասենք հերթական ընտրության։ Հայաստանում հնարավոր է փողոցային պայքարով հասնել իշխանափոխության, թե իշխանափոխության համար պիտի ընտրությունների սպասել։ Պիտի պայրադաշնի եղնի։ Ամեն ինչը իր հեշտին, պայրադաշնի եղնի պիտի ցավը տանեն։ Մանդրին գործերս քիչ եմ քչեցել է, որովհետև ժողովրդի ձերը փող չկա։ Իսկ այն առաջա վախնում խշալով փող կաշխատի։ Այն առաջա նախարարությունով համ բանկը գտալնեն, համ ժողովրդին կպայեն։ Ես պարյամոտ տղա եմ, օծի մոտը կեշտամ։ Եղավ ցավը տանեմ, Անահիտ ջան, ես է վաճականն եմ։ Չախալ Վաչիկ Վարդանյան, հարկում եմ ձեզ, բոլորն ինձ հիմար իմ հայերս եք, իմ հայուի գեղեցիկ, ես ձեր ցավը տանեմ, ստեսուն հաջողություն։